Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, շատ կարճ նաև որ թեթև ավարտենք հարցազրույցը, էլի քննադատություն կա, որ երբ է հասցնում վարչապետը աշխատել, երբ հարվածային գործիքներ նվագել է սովորում, ինչքան ժամանակ։ Ես ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե որևէ բան անելու համար ձեր ժամանակ չի երիքում, արթնացեք մի ժամ շուտ։ Եթե էլի չի երիքում, ուրեմն արթնացեք 2 ժամ շուտ։ Եթե էլի չի երիքում, արթնացեք 3 ժամ շուտ եւ իհարկե քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակը պետքա ստեղծել եւ ինչ այլոց դա շատ առողջ է։ Իմիջայլոց ժամանակին ես հիշում եմ ելք դաշինքի ժամանակ համաժողով ենք անում կառավարության նիստերի դահլիճում եւ այն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետքա այնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6-ին։ Այսօր ես արթնանում եմ ժամը 5-ին Հայաստանից իմ պատկերացած Հայաստանից մի ժամ շուտ։ Եթե պետք է լինի 2 ժամ շուտ կարթնամ։ Իսկ միջարից ասեմ հարվածային գործիքներով զբաղվում եմ հենց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան քնի հաշվին։ Եվ ինչքան ժամանակ է պետք եկել, որ այդպես նվագեք։ Գիտեք, ես չեմ նվագում։ Սկսենք դրանից։ Ես սովորում եմ նվագել եւ ես մասնակցում եմ on-line վճարովի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ եւ շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը ինքը չգիտի, ենթադրում եմ, որ ես մասնակցում եմ այդ դասերին կամ չգիտեմ, գուցե գիտի, որովհետեւ on-line պլատֆորմ է վճարովի, ես նախորդ տարի դեռ հունիսին այդ նվերը ստանալուց հետո $250 1 տարվա համար վճարել եմ եւ այդ դասընթացներով այդ մոդուլով մասնակցում եմ եւ նրանք ովքեր հետաքրքրված եմ կարող եմ կիսվել, որովհետեւ ես ավելի շատ հիացած եմ այդ մարդով եւ իր արած աշխատանքով, թե ինչպես կարող է ինքը 0-ից ուղղակի մարդու ձեռից բռնած ուղեկցել եւ հարվածային գործիքներ նվագել սովորել։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ։ Ես եմ շնորհակալ։ Իմ զրուցակիցն էր Հայաստանի Հանրապետության վարչապետ